Ջոկեր, Գործակալ Սմիթ, Դարթ Վեյդեր, Պաբլո Էսկոբար, Վոլդեմորտ, անուններ, որոնք մեզ ստիպում են վախենալ, առաջացնում ատելության զգացում, սակայն չենք կարող չընդունել, որ նրանք դարձել են մշակութային խորհրդանիշներ, ովքեր արժանանում են մեր հիացմունքին, եւ այսօրվա մեր թեորիայի հարցն է, ինչու ենք սիրում բացասական հերոսներին։ Մարդու ուղեղը միշտ ձգվում է արգելվածի կողմը, հակահերոսները հաճախ անում են այնպիսի բաներ, որոնք մենք իրական կյանքում երբեք չենք անի, սակայն երբեմն հոգու խորքում ցանկանում ենք։ Նրանք խախտում են օրենքներ, սոցիալական նորմեր, ամեն գնով, առանց սահմանների գնում են իրենց նպատակների հետևից։ Վերջիվերջո նա, ում անունը տալ չի կարելի, մեծագույն գործեր էր անում, սարսափելի, այո, բայց վիթխարի գործեր։ Նրանց հետևելը ֆիլմի ընթացքում անվտանգ միջավայրում վտանգի փորձառություն է մեզ տալիս, եւ դա էլ մեզ դուր է գալիս։ Ջոկերի խելահեղությունը մեզ ստիպում է մտածել, որտեղ է սահմանը խենթության եւ ազատության միջեւ։ Էսկոբարի փայլուն ինտելեկտը խոսում է այն մասին, որ չարը գրագիտության հետ կապ չունի։ Իսկ Վեյդերի խորհրդավորությունը հիշեցնում է, որ ամենամեծ վախերը գալիս են անսպասելի։ Բացի այդ, անտագանիստները կամ բացասական հերոսները հաճախ ունեն ողբերգական անցյալ։ Վեյդերը կորցրեց սիրելիներին, Ջոկերը մերժված էր հասարակության կողմից։ Երբ տեսնում ենք նրանց ցավը եւ գիտակցում այդպիսին դառնալու պատճառները, սկսում ենք զգալ ու հասկանալ նրանց ապրումները։ Դրանից հետո մենք այլևս չենք կարող հստակ ասել, այդ պատմության մեջ նրանք լավն են, թե վատը։ Հենց այս երկիմաստությունն էլ նրանց դարձնում է հետաքրքիր։ Նրանցից յուրաքանչյուրն իր ժամանակաշրջանի վախերն ու խնդիրներն է մարմնավորում, դարձնելով իրեն հավաքական չարի մարմնավորում, ում բացի ֆիլմի հերոսներից բոլորս ենք ցանկանում հաղթել։ Եվ երբ հերոսը նրան հաղթում է, դա մեզ համար ապահովում է էմոցիաների խրախճանք։ Օրինակ, Գործակալ Սմիթը իր աշխարհում փորձում է տեխնոլոգիական վերահսկողություն սահմանել ու վերցնել մեզնից մեր ընտրություն կատարելու հնարավորությունները, ազատությունը։ Վոլդեմորտը իշխանության է ձգտում վախի միջոցով, քանի որ վստահ է, որ վախն ավելի հզոր է, քան սերը։ Կամ Պաբլո Էսկոբարը, թեև իրական պատմական անձ է, մշակութային դիսկուրսում հաճախ ներկայացվում է գրեթե մոգական ռեալիզմի կերպար։ Նրա կյանքն այնքան հակասական ու դրամատիկ է, որ թվում է իրականությունն ու ֆանտազիան խառնվել են իրար։ Սկզբում նա լավն էր, ընկալվում էր որպես ժողովրդի մարդ, կառուցում էր տներ, դպրոցներ, օգնում աղքատներին, անգամ շատերի համար դարձավ հերոս, ով պայքարում էր համակարգի դեմ։ Բայց մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում նրա իշխանության ձգտումը, կատարած բռնություններն ու անսահման հարստության տենչանքը նրան վերածեցին իրական անտագանիստի։ Չես հիշում քո հերն անիծած տեքստը։ Ամբողջ գիշեր կրկնել եմ ու հիմա չի երևում, որ սովորել եմ։ Կապիկի նման նստած եմ բու, հա? 8 հատ գրողի տարած վիսկի կոկտեյլ չէր կարող 3 կամ 4-ի վրա կշտոնալ, տականք։ Էսկոբարի երկակիությունը հենց այն է, ինչ գրավում է մարդկանց։ Մենք տեսնում ենք, թե ինչպես մարդը կարող է միաժամանակ լինել բարու ու չարի խաչմերուկ։ Ինչ կանեի ես նույն իրավիճակում, ամենաբարդ եւ կարեւոր հարցն է, որի առաջ մեզ դնում են նրանք, բացասական հերոսները։ Ամփոփելով թեման, ցանկանում եմ հիշեցնել, որքան էլ ֆիլմերում կարելի է հիանալ բացասական հերոսներով, կյանքում դա անհնար է։ Փորձեք միշտ լինել բարի եւ բարու կողմից։ Եթե այս թեման ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք կինոն ալիքին, մեկնաբանություններում գրեք, որ բացասական հերոսի պատմությունն է ձեզ ամենաշատը հուզել, կամ որի պարտությունն է ուրախացրել։ Սա թեորիան էր։ Անդմիշտ, ուրեմն ինչու ես ուզում ինձ սպանել։
Ես չեմ ուզում քեզ սպանել։ Ոչ։ Դու լրացնում ես ինձ։